Այսօր մի խումբ քաղաքացիներ միանում են պահանջին խորագրող երթ իրականացրին, որը մեկնարկեց Կասկադից։ Մասնակիցները բողոքում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի մինչ օրս Ռուսաստանի Դաշնության իրավապահների հսկողության ներքո գտնվելու դեմ։ Մեր պահանջը Հայաստանի Հանրապետության իշխանություններից մեկն է, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեղադրյալին դիմելով ՌԴ կողմին փոխանցելու գործընթացը իրականացվի, կոչով ենք հանդես գալու ռուսական կողմին, որպեսզի նրանք իրականացնեն Հայաստանի Հանրապետության հետ կնքված միջազգային երկկողմ պայմանագրի դրույթները։ Երթին մասնակցելու են եկել քաղաքացիներ ոչ միայն Երևանից, այլև մարզերից, այդ թվում Շիրակից։ Ես անձամբ գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն է, ինքը պետք է որոշի։ Վերջ-վերջո իր տարածքում մարդն ընտանիք են ոչնչացրել, ինքը պետք է տա, դա Ռուսաստանի Դաշնությունը։ Ես իր պայմանագրագետ չեմ մեծ հաշվով, բայց ես գիտեմ, որ ցանկացած երկրում, որտեղ լինում է հանցագործություն, այդ հանցագործը պետք է ենթարկվի տվյալ իրավապաշտպան տվյալ երկրի իրավապաշտպանների դատին, ճիշտ է։ Պարզ երևում է, որ այս տվյալ անձնավորությունը նա չի կատարել այդ գործողությունը, սպանությունը։ Իրան պարզապես ոնց որ օգտագործել են։ Այո, օգտագործված վիճակի մեջ այդ մարդը։ Նախ գործողությունը մենակ չի կատարվել եւ երկրորդն էլ ինքը մենակ չի եղել այդ գործողությունները կատարելու։ Պարզապես իրան օգտագործել են որպես գործիք։ Մեր պահանջը դատվի այստեղ եւ պարզվի ովքեր են եղել այս ամեն ինչի ետևում կանգնած։ Ուղղակի դա ուրիշ ոչ մի բան։ Իհարկե եթե իշխանություն կա ու գործում է այդ իշխանությունը, միայն իմ պահանջը դա է, ուրիշ ոչ մի բան։ Թվում է բոլորս էլ հասկանում ենք, որ նմանատիպ մեկ երթով կամ մեկ ցույցով նման հարցերը չեն լուծվում, սակայն սա մի քայլ է, որով մենք ցույց ենք տալիս, որ մենք հետևողական ենք լինելու, որ այս երկրում կան դեռևս արժանապատվությունը գիտակցող քաղաքացիներ, ինչու՞ չէ նաև սրանով մենք ցույց ենք տալիս, որ Գյումրին իր արդարացի պահանջում միայնակ չէ։ Երթի մասնակից իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով Պերմյակովին հայկական կողմին հանձնելը կարևոր է իրավական տեսանկյունից։ Իրավական տեսակետից հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, սպանությունը, ես դա իհարկե որակում եմ որպես ահաբեկչական գործողություն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ չնայած կապ չունի։ Եթե նույնիսկ այլ երկրի քաղաքացի լիներ եւ հանցագործությունը կատարվի Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա քննությունը պետք է իրականացվի Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։ Եվ շատ տարօրինակ է, որ այդ քննության, այդ հանցագործության մեջ կասկածվող եւ արդեն մեղադրյալ անձը չի գտնվում մեր իրավապահ մարմինների հսկողության տակ։ Դա այսինքն ինքնին արդեն չի կարող ապահովել առնվազն նվազագույն պայմանները, որպեսզի լինի օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ քննություն։ Մասնակիցները երթով անցան Կորյուն, Աբովյան, Թումանյան փողոցներով։ Վերջնակետը Ազատության հրապարակն էր։ Քաղաքացիները հայտարարեցին, որ շարունակելու են գործողությունները այնքան, մինչև հասնեն իրենց պահանջի կատարմանը։ Գյումրի, դու մենակ չես, Գյումրի, դու մենակ չես։